Բարի լույս ցելի հեռուստադիտողներ, բարի լույս ցելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, միացեք մեզ, որպեսզի տրամադրությունները բարձր լինի եւ իհարկե նաեւ այսօր ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, խոսանք մշակութային անցուդարձերից, կունենանք համեղ խոհանոց, դե բնականաբար նաեւ կքննարկենք շատ ու շատ հարցեր։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտը սկսված է, դրսում անձրևում է, վստահ եմ, որ ամբողջ օրը մոտավորապես այսպես անձրևելու է, բայց այդքան էլ ցուրտ չէ, մինչև 21 աստիճան տաքություն է խոստանում կեսօրին, երեկոյան 14-ից 16։ Մշակութային իրադարձություններին կանդրադառնանք, երեք չհասցրեցինք ներկայացնել ներկայացման պրեմիերա, որտեղ վարակույրից այն կողմ եղել է մեր լրագրողը, կտեսնենք թե ինչ է կատարվում եւ իհարկե ելի մշակութային իրադարձություններ, որտեղից մեզ հյուր կգան ու կներկայացնեն թե ինչ են անում։ Դե համեղ խոհանոցը միշտ կա եւ լավ երաժշտություն հուսանք կհասցնենք ելի ձեզ ներկայացնել։ Ողջույն Վահե։ Ողջույն։ Լավ ես։ Լավ, դուք ինչպես եք։ Շնորհակալություն։ Ուրեմն մենք այսօր պատրաստելու ենք հայկական խոհանոցից կրկին հայկական լեռնաշխարհ եւ իհարկե հարակից սփյուռք այս համակցության մեջ է, որովհետեւ պատրաստվել է ի սկզբանե նաև հայկական լեռնաշխարհում այն թափում, հետո դրանից զատ բացի դրանից տարածվել է նաև Հալեպի շրջան, այսինքն դե իրենց հետ տարել են մշակույթը նաև Հալեպ ցեղասպանությունից հետո Եվ այս ճաշատեսակը յուրահատուկ է նրանով, որ հիմնականում պատրաստում էին պահքային հատվածում, որովհետև այն ամբողջովին բուսական ծագման է եւ ձիթայողի արկայությամբ է պատրաստվում, կոնկրետ անունն է հետաքրքիր նիվիկ է կոչվում այս ճաշատեսակի անունը, կարելի է համարել իրեն կամ կիսա աղցանային ճաշ, հա, որովհետև շատ հաճախ ավելի նմանեցվում է աղցանի, քան այսպես ասած ճաշի, որովհետև եւ կարելի է տաք վիճակում ուտել եւ կարելի է սառը վիճակում համտեսել։ Ինչու է նիվիկ կոչվում, որովհետև նիվիկը բանջարի անուն է, որով որ պատրաստել են այս ճաշատեսակը, բայց քանի որ հիմա մենք այդ բանջարից չունենք, հա, հետևաբար պատրաստելու ենք փոխարինող տարբերակով, դա սպանախն է կամ բազուկի տերևները ցողունի հետ միասին։ Այս դեպքում ես ընտրել եմ սպանախը, այսինքն ավելի արագ եփող տարբերակ ենք վերցնում ցանկացած կանաչու եւ պատրաստում ենք։ Մեզ պետք է նախապես իհարկե խաշված սիսեր, այստեղ պետք է ուրեմն սպանախ, 2 գլուխ սող համեմ, 1 լոլիկ, իհարկե կարող է նաև լոլիկի ջուր լինել, այդ եփված լոլիկն է այսինքն, եւ ունենք տոմատի մածուկ, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ աղ։ Այս ամեն ինչը սոխառած ենք պատրաստելու, ավելացնելու ենք մի փոքր տապակենք բուսայողի մեջ իհարկե մեր սիսերը, հետո վերջում ավելացնենք սպանախը, շատ քիչ ջուր, որտեղ սպանախը արդեն իսկ ջուր է տալու եւ պատրաստ է լինելու մեր ճաշատեսակը։ Անուշիկի սրտով այն կարծիքով, որովհետեւ ինքը բուսական է, ոնց հասկացա։ Ամբողջովին բուսական է, շատ թեթև, ջուրամարս։ Այդքան էլ չէ։ Նու սպիտակուց է, բայց ամեն դեպքում վնասակար չէ, էլի։ Դե բարապետի համար սպիտակուցը լավ է։ Հա, պետք է։ Պարտադիր է։ Հա, բայց դա ինչ որ կապված է առհասարակ կանաչիների հետ, ես համաձայն եմ։ Շնորհակալություն։ Անցնենք առաջ, ես իդեպ սիրելի հեռուստադիտողներ, նրանցում կհետաքրքրի ուզում եմ ուղղակի նախապես ասել, թե էլ ինչ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու, բացի մշակութային իրադարձությունները, մեր շատ լավ արդեն ընկերը, հա, վաղուց մեր տաղավարում չէր եղել, միգրացիայի եւ քաղաքացիության իրավաբանական գրասենյակի ղեկավարն է լինելու մեր հյուրը Մնացական Բիչաղջյանը, որովհետեւ այստեղ շատ հետաքրքիր թեմաների ենք անդրադառնալու, կապված երկքաղաքացիության հետ, դրանց հրաժարվելու հետ, գալ գնալու հետ, մեր հայրենակիցները ենթադրենք, հա, գալու գնալու հետ կապված կարող են խնդիր ունենալ, թե չէ։ Այս տեսակ հարցեր, եթե կհետաքրքրի, ես առաջարկում եմ հետևել, բայց մի հետաքրքիր դիտարկում եմ ուզում անել, շատ սուբյեկտիվ է իհարկե ես իմ պատկերացումները երկքաղաքացիության նկատմամբ, դրա համար ոչ մեկին եմ ասում չեմ փաթաթում, բայց ես օրինակ չեմ ընկալում ոչ մի կերպ այդ երկքաղաքացիությունը։ Ես կընդունեի հետևյալը, կամ դու հրաժարվում ես մի քաղաքացիությունից հստակ եւ քեզ իրավունք է տրվում մեկ անգամ կյանքում մեկ անգամ ընտրել այլ քաղաք, ոչ թե մեկ էլ ընդեղից հրաժարվես ուրիշ ընտրես, բայց երկքաղաքացիություն ես այդպես էլ չեմ հասկանում, որովհետեւ այդ մի տեսակ տենց ինչ-որ բան է քանդում, կամ օրինակ չեմ պատկերացնում, եթե ասենք թե Հնդկաստանի մեր ասում բարեկամները, որոնք արդեն տենց տեղին բնակվել են Հայաստանում, օրինակ մի օր տենց երկքաղաքացիություն ստանան, ասեն մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք։
Եմ ասում դե ասա, հա։ Այստեղ խնդիրը բայց գիտես որ կամ ինչի պիտի երկխաղացություն լինի։ Դու ընդհանրապես կարող ես ստանալ ապրելու իրավունք, եթե ստանում ես, կամ սովորելու իրավունք ինչ որ X քաղաքում։ Ինչի է տրվում երկխաղացություն, իբր ինչ։ Մենք իհարկե մասնագետի հետ ես բազմաթիվ հարցեր ունեմ մասնագետին տալու, որովհետև այդտեղ խնդիրները բազմաթիվ են, բոլոր այն մարդիկ, ովքեր որ երկքաղաքացիություն են ընդունում, ձեռք բերում, իսկ Հայաստանի հետ միասին նաև այլ երկրի քաղաքացի են դառնում, իրենք բացարձակ չեն ուսումնասիրում, թե Հայաստանը եւ օրինակ, չգիտեմ, Վրաստանը կամ Ռուսաստանի Հանրապետությունը ինչ պայմանավորվածություններ ունեն, ինչ ստորագրություններ ունեն միասին, ոնց է կառավարվում այդ երկու մեխանիզմները իրար հետ, որովհետև բացարձակ Ռուսաստանը գնում են ստանալու իրենց չեն ներկայացնում, կարող ներկայացնում, ոչ բացարձակ չեն ներկայացնում, հիմնական նաև խնդիրներ առաջանում, օրինակ, չգիտեմ, տղաների հետ կապված, ովքեր որ մեկնում են Ռուսաստան, օրինակ, չգիտեմ, 3 տարեկանում դե բնականաբար անձնագիր են այստեղ հանել, եթե չհանեն էլ չնայած որ դա անհնար է, իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եթե իրենց ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, իրենք ավտոմատ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Իրենք գնում են Ռուսաստանի դաշտություն, երեխան էլ չի գալիս, 18 տարեկան է, երբ որ լռանում է, երեխան ասում է, բա ես արդեն 15 տարի է Ռուսաստանի քաղաքացի եմ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ասում են, ոչ դու մեր քաղաքացին ես, դա արդեն կապ չունի, որ քո ծնողները թեկուզ եւ հրաժարվել են, թեկուզ չեն հրաժարվել երկքաղաքացի են, դու պետք է գաս պարտադիր զինվորական ծառայության։ Եվ Ռուսաստանի դաշնությունը ինչ է ասում։ Ասում է դու ընդունել ես իմ քաղաքացիություն, դու պարտավոր ես ծառայել Ռուսաստանի բանակում։ Երկու տեղն էլ պետք է ծառայի։ Ես քեզ ասեմ, որ օրենքը ոչ մի տիպի չի կարգավորվում, ոչ մի տիպի չի կարգավորվում։ Բայց մի րոպե, գուցե կարգավորված է, այսինքն եթե դու որոշել ես ընդունել երկու Դե դա էլի կարգավորված տարբերակ է, եթե դու ընդունել ես, որոշել ես ընդունել երկու երկրների քաղաքացիության, չգիտեմ, կոչումը, դե ուրեմն բարի եղեք երկու երկրների ծառայեք։ Ռուսաստանի դաշնությունն ինչ է ասում, ասում է ես ունեմ իմ օրենքները իմ քաղաքացիների համար եւ նաեւ պարտականությունները, դու պարտավոր ես Ռուսաստանի զինված ուժերում քո պարտադիր զինվորական ծառայությունը անցնելու, Հայաստանի Հանրապետությունն ասում է չի հետաքրքրում դու որտեղի քաղաքացի ես, դու նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, դու պարտք ունես հայրենիքին եւ դու պետք է Հայաստանի զինված ուժերում քո պարտադիր զինվորական ծառայությունը անցնես։ Սա դեռ խնդիրներից մեկն է, իհարկե սա մեծ խնդիր է, սա մեծ հարց է, բայց դա ծնողների որոշումն է, որովհետև ցանկացած մարդ, ով որ մեկնում է Հայաստանի Հանրապետությունից եւ տենց բարձր տրամադրությամբ որոշում է, որ պետքա դառնա տվյալ երկրի քաղաքացի, ինքը պետք է նաեւ այդ ամեն ինչի գինը եւ պատասխանատվությունը կրի։ Իսկ պատասխանատվությունը կրելու համար մինիմում պետք է ուղղակի օրենքին ծանոթ լինես։ Օրենքը այնքան բացեր ունի, որովհետև այստեղ կոնկրետ զինվորական ծառայության հետ կապված երկու երկրներ իրար հետ պայմանագրեր չունեն բացարձակ։ Ամեն երկիրը իր օրենքներով է առաջնորդվում, ով է տուժում է այն մարդը, որ ժամանակին օրենքը չիմանալով որոշել է այս կամ այն քայլին դիմել։ Կոնկրետ դեպքեր կան, ես ասեմ, որ եւ դրա համար եւ նաեւ սա եւ այս խնդիրը ինչի մասին է։ Ծառայությունից ինձ թվում է։ Չէ, մարդիկ չեն փախնում ծառայությունից, այդ մարդիկ զանգահարում են, խոսքի օրինակ կոնկրետ ես դեպքով եմ ասում եմ, եթե խոսքի իմ տղան պետքա ծառայի, իհարկե պետքա ծառայի Հայաստանի Հանրապետությունը, ինքը չի պետքա Ռուսաստանի բանակում ծառայի։ Ռուսաստանն էլ ասում է, բա դու եկել ես ինձ մոտ, աշխատում ես, ապրում ես։ Չէ, աշխատելը բացի, դու ժամանակին դու կարող ես աշխատել, ապրել, բայց քաղաքացիություն չունենալ։ Հիմա եթե դու ձեռք ես բերել եւ իրավունք է տալիս քեզ երկրներ, իրավունք են տալիս երկու քաղաքացիություն ունենալ, ուրեմն դու երկու երկրների օրենքներով էլ պիտի շարժվես, նորմալ չի։ Բայց չէ, նորմալ չի։ Ինչու՞։ Որովհետև դա նորմալ չի, պետք է երկու երկրների մեջ։ Նմանը գիտես ինչի, որ օրինակ մարդը բացի իր կնոջից ուրիշից էլ երեխա ունենա, բայց ասի չեմ պահում նրան, որովհետև դե ամուսնացած չեմ նրան։ Դե նայած ինչ պայմաններում է այդ երեխան ծնվում, Մանուշիկ, ասում եմ դա նորմալ չի, որովհետև երկու պետությունները պետք է։ Նորմալ չէ, չտար։ Ոչ, ես կարծում եմ, որ եթե ես ուրիշ բան որ ասում եմ, ես չէի տա։ Այսինքն ես կորոշեի, որ դու մի քաղաքացիություն պիտի ունենաս։ Այդ եմ ասում, դա նորմալ չի։ Այսինքն լիներ այդ որոշումը, բայց եթե այդ որոշումը կա, որ դու իրավունք ունես երկու միաժամանակ, երկու երկրների քաղաքացի լինել, երկու պետություններն էլ իրավունք ունեն քեզնից պահանջելու իրենց օրենքով սահմանված քո ըմբրասմա ծառայությունը։ Ախր բայց դա իրավաբանորեն սխալ է հարգելի, որովհետև եթե երկու պետությունները որոշել են, որ իրավունք են տալի, օրինակ, չգիտեմ, Ռուսաստանը եւ Հայաստանը
տվյալ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին երկքաղաքացիություն են տալիս, իրենք պետքա օրենքով սահմանված կարգով բոլոր հարցերի լուծումները տան, այստեղ մենակ չեն տվել, խնդրում եմ, մենք ծառայության մասին չենք խոսում միայն։ Այնտեղ բազմահազար խնդիրներ կան, որ մի քիչ ուսումնասիրես, կհասկանաս, որ կարգավորված չի։ Ես եմ ուսումնասիրել, բայց խնդիրը հետեւյալն է։ Այն մարդիկ, ովքեր որոշակի խնդիրների առաջ են կանգնում պետական մակարդակով, իրենք ձևակերպում են, որ լուծված չէ, որովհետև իրենց ձեռք չի տալիս այդ տարբերակը։ Չէ, սիրահարբանորեն մասնագետների խորհրդով չի, որովհետև ես իրականում եթե լինեի այլ պետություն, որը տալիս է օտար երկրի ներկայացուցչի քաղաքացիության իրավունք եւ այսպես ասած երկրների միջև այդ որոշումը կայացվել է, ես կարծում եմ այս դեպքում շատ արդար է, երկու դեպքում էլ օրինակ երկիրը ունի իր կանոնակարգը, պահանջել քեզնից որպես իր քաղաքացի, դե որ որոշել ես, անես այն ինչ որ ինքն ասում է։ Ես հարցի մյուս կողմը նայելով ասում եմ, ես չէի տա։ Ես կասեի, ուզում ես ուրիշ քաղաքացի լինել, հրաժարվիր քո երկրի քաղաքացիությունից, դարձի իմ երկրի քաղաքացի։ Արդեն ուրիշ հարց է։ Ես այդ ասում եմ, բայց եթե եղել է այդպիսի որոշում, մնացած խնդիրներին էլ հիմա կանդրադառնանք մեր հյուրի հետ միասին, որը մասնագետ է, բայց ես շատ արդար եմ համարում, որ երկու երկրներն էլ պահանջում են իրենց քաղաքացուց, ինչ ինքը պիտի անի օրենքով։ Ուրիշ բան, որ այդ երկրի քաղաքացուն ինչ-որ այդքան էլ կոմֆորտ չի։ Դե հիմա նայ, ես ամենամեծ խնդրի մասին խոսեմ։ Այս երկիրը այն օրենքներն ունի։ Նախ ամենաառաջինը սխալ է երկքաղաքացիությունը, պետք է երկքաղաքացիություն ընդհանրապես գոյություն ունենա, որովհետև դրա հետ ամենասկզբից էլ երբ լսել եմ այդ որոշման մասին, քանի տարի առաջ էր, ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսել։ Ես հարց եմ տալիս քեզ, ասում եմ խնդիրները այնքան շատ է ու ոչ մի բան կարգավորված չի, սա մասնագետների, ես այսպես sense խնդիրների ցանկը դրել են իմ դեմ իրավաբանները, որպեսզի մարդիկ հասկանան, իսկ մարդիկ դրա մասին պետքա մինչ քաղաքացիությունը, երկքաղաքացիությունը ընդունել հասկանային։ Հիմա նայ, երկու խնդրի մասին եմ խոսում։ Նախ եւ առաջ woman չգիտեմ, Դավիթ Հակոբյան, անազգանով ասեմ, ապրում է արդեն 30 տարի է Ռուսաստանի Դաշնությունում եւ երկու պետությունից թոշակ է ստանում Հայաստանի Հանրապետությունը մարդը ով որ էստեղ չի ապրում եւ չի արարում, ինչի պետքա թոշակ տա։ Էսի մեկ Հայաստանի Հանրապետությունը։ Զարմանալի է, որ Հայաստանը տենց շռայլ է գտնվում։ Դե խնդրում եմ լսի։ Եվ երկրորդը Հայաստանի Հանրապետությունից գնացած բազմա 100,000-ավոր տղերք եւ ընտանիքներ ես հիմա պատասխանատու հայտարարում եմ եւ նաեւ ոչ ես պաշտոնյա չեմ որ պաշտոնապես հայտարարում, պատասխանատու հայտարարում եմ։ Բազմա հազարավոր ընտանիքներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան եւ ապրելու եւ առհասարակ տուրիստիկ արքավիճակում, որովհետեւ այդ մարդկանց երեխաները Ռուսաստանի Դաշնությունում զինվորական ծառայության են անցել կամ ինչ որ X կետում, Ամերիկայում որտեղ չկա ծառայություն, օրինակ, չգիտեմ, ես իրենց օրենքը չեմ ուսումնասիրել, բայց այնտեղ ինչքան գիտեմ, պարտադիր զինվորական ծառայություն չկա։ Այդ մարդիկ չեն կարողանում վերադառնալ Հայաստան, որովհետև իրանք թեկուզ նաև հրաժարվել են, բայց իրանց որդիները, օրինակ 2 տարեկանում գնացել են, իրանց որդիները հիմա եթե մտնեն Հայաստան, իրանց կձերբակալեն, որովհետև իրանք պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։ Հիմա դու կարաս ասես, այո, իրանց պարտքն է պետքա գան, օքեյ, օրենքը թող կարգավորեն, էլ չկա։ Չէ, դա շատ կարճ տևեց։ Հիմա նոր օրենք են հանել, արդեն ինչ-որ 20 միլիոնի մասն է գնում խոսքեր։ Չէ, դե որ դու օրենքը հանել ես, որ կարող ես վճարել եւ չծառայել, հիմա այդ օրենքը հանել հետ ես հանել։ Դու պիտի տաս հնարավորություն, այդ մարդը գա, ոչ թե դու իրան բռնես։ Դու օրենք ես փոխել, այդ ոնց եղավ, որ մինչև եթե ինքը պատրաստ էր վճարելու գալիս էր չէր բռնում։ Հիմա դու մի հիշերում օրենք ես փոխել, լավ, փոխել ես։ Դա շատ կարճ է տևել այդ օրենքը միշտ բռնել են։ Միշտ բռնել են։ Ես հիշում եմ մոտավորապես մի 8 տարի առաջ ծանոթացել եմ մի քանի երիտասարդի հետ, հայ երիտասարդներ, ովքեր անգամ ծնվել են այնտեղ, բայց քաղաքացիությունը այստեղ եղել, իրենք եկան, այն ժամանակ այդքան շատ չէր, 2 միլիոններ թե 2 միլիոն, 90,000 դրամ ամենի պրիզիվը, 6 ամիսը մեկ 90,000 դրամ։ Եկավ վճարեց այդ տղան, միայն ինքը չէր, եղբայրն էր, ընկերներից էր էլի, որոնք վճարեցին եւ 27-ը լրացած բոլոր տղամարդիկ կարողանում էին վերադառնալ եւ սահմանված գումարը մոծել։ Հիմա օրենքը հանել են, հետ են հանել։ Օրենքը սարքեցին լրիվ ուրիշ ձև։ Իսկ այդ գումարը 3.2 միլիոնը դարձավ, չգիտեմ, առելի թիվ դարձավ, բայց հիմա այդ օրենքը, եթե ես չեմ սխալվում, որովհետև ճշտել եմ ես։ Դու ուղղակի ասեն, որ գաք գնալու եք ծառայեք։ Ոնց ինչի եք բռնում։
Հարգելիս բոլոր զինվորական ծառայությունից խուսափված մարդիկ ռոզիսկ են տալիս։ Ես այնտեղ եմ 3 տարեկանից ապրում։ Դու խուսափել ես, ոչ մեկի պետությանը չի հետաքրքրում դու որտեղ ես ապրում, 18-դ լրացավ, դու պարտադիր պետքա գաս Հայաստանի Հանրապետությունը եւ զորակոչ բարձրագույն Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան դու իրավունք ունես սովորես բարձրագույն բուհում, քեզ թույլ է տվել, քեզ տարեկետում են տվել։ Օրենքին համապատասխան հիմա դու սովորում ես, չես սովորում։ Տարկետումը գիտեմ, որ մեր կուրսից էլ կա 2 տղա, որոնք տարկետում վերցրեցին, գնացին ծառայեցին, հետ եկան։ Բայց ես հիշում եմ, ժամանակ չգիտեմ, երևի անվճարների հետ էր կապված, ովքեր անվճար էին սովորում, իրենք սովորում էին մինչև վերջ, հետո էին գնում։ Դա քիչ տեղեր էր, այո։ Ահա, հիմա լավ։ Կարևոր չէին գնում, օրինակ ընդունվում էին դրանից հետո անվճար մագիստրատուրա, ընդունվում էին հետո անվճար ասպիրանտուրա, ասպիրանտուրայի դեպքում արդեն պետությունը համարում էր, որ դու քո ծառայությունը իրականացնում ես գիտության ոլորտում եւ դու արդեն բանակ չես գնում, որովհետեւ նախ էլ տարիքը չի։ Հա, բայց ադեկվատ է դեն։ Չէ, ադեկվատ է, բայց այդ օրենքը դուրս եկավ։ Դե ինչքան ադեկվատ օրենքը դուրս եկավ, որովհետեւ եթե մարդը որոշի կարաս դու ընդունվես եւ չգնաս, չէ։ Ինչքան ուզում անվճար ընդունվես, ուզում վունդերկինդ լինես, դու չես գնա։ Մաքսիմում կարաս դու լինես, չգիտեմ, աշխարհահռչակ սպորտսմեն, որ ինչ որ նմանատիպ հարցեր լուծվեն։ Ինչևից է երկքաղաքացիության թեման դա բարձի թողի վիճակում է եւ երկու կողմի երկրների կողմից եւ ընդհանրապես ոչ մի տիպի այդ հարաբերությունները միջպետական չի կարգավորվում այդ բանով ամեն երկիր պնդում է իր օրենքները ասում է դու պետք է իմ օրենքներին ես ընդհանրապես դեմ եմ երկքաղաքացիությանը եթե անկեղծ ասեմ որովհետեւ եթե դու ուզում ես ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում եթե դու ուզում ես դառնաս օրինակ չգիտեմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հրաժարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ դարձի բայց խնդիրը այստեղ այն է երբ որ արդեն քո երեխան ծնվել է, քո տղան ծնվել է։ Ինչքան ուզում ես դու հրաժարվես, քո երեխան արդեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, կոպիտ ասեմ այսպես։ Վերջ։ Ինքը չի կարող խուսափի արտադիր զինվորական ծառայությունից։ Դե ոնց անում էին մի ժամանակ Միացյալ Նահանգներում երեխաները ծնվում էին, որպեսզի լինի այնտեղի քաղաքացի եւ վերջ։ Պրծնի այդ հարցը։ Իսկ ով ասում որ այդ հարցը պրծնում է։ Ես չգիտեմ ինչ օրենք է փոխվել, բայց մի ժամանակ եթե երեխան արդեն ծնվում էր Միացյալ Նահանգներում, ինքը ձեռք էր բերում Միացյալ Նահանգների քաղաքացիություն։ Նախ եթե չեմ սխալվում, այս տարի արդեն այդ օրենքը հանեց։ Այս տարի չի, ինձ թվում է մի քիչ շուտել են հանել։ Վստահ չեմ, բայց չէ, Տրամպը հանեց այս տարի։ Դրանց առաջ էլ կար այդ խնդիրը, որովհետև արդեն ասվում է բոլորը գնում էին այնտեղ ծննդաբերելու։ Այո, եթե ծնվում է այնտեղ, դեռ չի նշանակում, որ այնտեղի քաղաքացի է։ Չգիտեմ, Տրամպը հանեց դրանից առաջ կար, բայց ուզում եմ ասեմ, այսինքն այդ որ դու ասում ես, այդ ծնվել ես իմ երկրում, դու իմ երկրի քաղաքացին ես, այնուամենայնիվ այդ օրենքը այնտեղ գործում էր։ Ինչ վերաբերում է երկքաղաքացիության, օրինակ ես ասում եմ, ոչ թե չեմ դեմ եմ, որ դու օրինակ հայը որոշում է, որ ինքը ռուս է, ինչ ուզում եք արեք։ Բայց եթե դու ենթադրենք, հա, այնտեղ ես ծնվել կամ մի տարեկանից այնտեղ ես, արդեն այնտեղի լեզվի կրող ես, ոչ մի կերպ հա քեզ չես ընկալում հայի տեսակի մեջ, ոչ բարքերով, ոչ լեզվամտածողությամբ եւ այլն, դու տենց է ստացվել հիմա։ Շատ նորմալ է դառնալ այդ երկրի քաղաքացի, որտեղ ծնվել ես, մեծացել ես, մանկությունը տանցել է, երիտասարդությունը տանցել է եւ ավարտել ու դու կհասկանաս, ենթադրենք հիմա ծառայությունից կխուսափես, չես խուսափի, կիմանաս, որ դու մի երկրի հանդեպ ունես պատասխանատվություն։ Երբ այս օրենքները ես չեմ հավարում հետեւյալը, որ եթե երկու պետություններ, օրինակ, հա, պետությունները որոշել են, որ իրենք տալիս են երկքաղաքացիություն, ես չեմ համարում, որ իրենք կամ իրենց մասնագետները չգիտեին այդ կետերի մասին, որոնք ստեղծելու են խնդիրներ։ Չգիտեն։ Գուցե այո, հենց դիտավորյալ չասեմ, մտածված է դիտավորյալ, հենց դիտավորյալ։ Այո, որովհետև դե որոշել ես, ասում ամեն բարիք ունի իր չարիքը, դե եթե որոշել ես, դա էլ ունի իր հետևանքներն ու պատասխանատվությունները, դու կարող ես որոշել, ուզում ես թե չէ։ Հիմա գուցե շատ գլամուր էր հնչում, հա, երկքաղաքացիություն, ես համ հայ եմ, համ, չգիտեմ, Մոզամբիկից եմ, բայց եթե ինձ թվում է գոնե թե դու քեզ համար որպես մարդ, անկախ նրանից պետությունների ինչ օրենք են սահմանել, դու որպես մարդ շատ ավելի հեշտ է քեզ համար որոշել, որ դու այս քաղաքացիությունն ունես այս երկրի եւ այդ երկրի բարքերով, օրենքներով ու, չգիտեմ, մշակույթով ապրում ես։ Թե չէ դուք ձեզ էլ եք երկակում։ Մի տեսակ գիտես ինչ է դա։ Չգիտես ինչ ես հիմա դու։ Գիտես մի տեսակ ինչ է դառնում։ Չէ, այստեղ խնդիրը շատ խորքային է, ախր այս մի տեսակ չգիտես ինչ էսը հələ թողնենք մի կողմ։ Երբ որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են դառնում,
Եվ սենց ուրախ կարմիր այդ անձնագիրը ձեռքները բոլորը ուրախանում են, որ մենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ենք, երբ որ այդտեղ պատերազմ է սկսվում, մի տեսակ բոլորը փոշմանում են, որ իրանք դարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Կարող ես պատմությունը քեզ չպատմել։ Երբ որ Հայաստանի Հանրապետության, այսինքն երբ որ լավ է, ամեն ինչ լավ է։ Այսինքն երբ որ ամեն ինչ լավ է, ես սիրում եմ այս երկիրը, երբ որ պետքա պատասխանատվության ժամը արդեն գա, Ես դրա համար քիչ առաջ քեզ ինչի ասացի, այդ երկհաղաքացիությունը օրենքները բաց թողություններ ունի, թե ուղղակի մարդուն ձեռք չի տալիս այն օրենքները, որոնք երկհաղաքացիության դեպքում առաջ դրվում են։ Համ բացեր ունի, համ էլ ձեռք չի տալիս։ Բայց ես քեզ պատմեմ այդ կարմիր անձնագրի շատ զավեշտալի պատմություն, որը եղել է Կենտրոն հեռուստաընկերության էլի առավոտյան ծրագրի եթերում 2000, ինձ չեմ սխալվում 16 թվականին ինձ մոտ էին 4 տարեց մարդիկ հյուրընկալվել, ովքեր հաղթել էին Նարդու փառատոնին։ Այդ կապակցությամբ մենք նրանց հյուրընկալել էինք բավական պատկառելի տարիքում եւ ես բացի նրանից, որ իրենք հաղթել էին, դե որոշեցի իմանալ ինչ մասնագիտության կրող են նաեւ նրանք։ Դե մեկն ասաց, որ ինքը բանվոր է, մեկն ասաց, որ ինքը ամբողջ կյանքում վարորդ է եղել, 4 հոգի եւ հասակ 4-րդին ասաց, ոչ մի չասաց, մենակ մի բան ասաց. Ես Ռուսաստանի պասպորտ ունեմ։ Հա։ Այդ իր պատասխանը եւ մենք հարցնում ենք ինչ եք մասնագիտությամբ։ Ռուսաստանի պասպորտ։ Դե չասեմ, դե ես ոնց էի ուզում ինձ տիրապետել, որ կարողանամ շարունակել եթերը, որովհետեւ շատ զավեշտալի էր այդ պատասխանը, ես Ռուսաստանի պասպորտ ունեմ։ Եվ ես իրականում դեռ շատ ավելի փոքր տարիքից ուսանող ժամանակներին, հա, երբ մեկնում էին շատ հաճախ են ժամանակ մեր ընկերները եւ այլն, ես այն ժամանակ էլ էի լսում, թե ոնց էին նշում իրենք այդ առիթը, երբ իրենք ստանում էին այնտեղի անձնագիր։ Գրաժդանստվա։ Հա, դե մենք երեխա էինք, մեզ համար տենց այդ անձնագիրը ոչ մի արժեք չուներ, մենք անգամ զարմանում ենք, այս ինչն են նշում, այդ ինչ է տալու իրենց եւ այլն, որովհետեւ մենք ոչ մի չենք հասկանում, ինչ որ տենց ուրախ զվարթ ապրում ենք։ Բայց իրականում արի ուտես, որ ժամանակները փոխվում են եւ իսկապես հիմա մեր շատ քաղաքացիներ ունեցել են այդ խնդիրը, որ չեն կարողացել գալ եւ ճանապարհները փակել, որովհետեւ պիտի ծառայեն, որովհետեւ այդ երկրի քաղաքացի են, իսկ այնտեղ պատերազմ է։ Ու այդ ժամանակ եմ որ ասում եմ երբեք չգիտես, թե այդ որոշումը քեզ համար հետո հա ավելի լավ բանի կծառայի, թե ոչ։ Բայց եթե փորձեմ մի քիչ դուրս գամ օրենքների դաշտից, գամ մի քիչ հոգեվոր դաշտ, որովհետև այդ դաշտը առանձնապես շատերին չի հետաքրքրում, բայց այնուամենայնիվ ես հասկացել եմ հետևյալը, որ երբ դու իշահ, այստեղ իշահ է, որովհետև, հա, չեմ ասում դա, չգիտեմ, ինչ-որ ստացվելու կամ մեկ ամուսնացել է գուցե, հա, բայց երբ որ դու իշահ, այդ խուսափել բանակից, չգիտեմ, եւ այլն, ու մենակ ես անձնագրին չի վերաբերում, այսինքն ես նկատի ունեմ բոլոր ոլորտներում հոգևոր արժեքների մեջ։ Երբ դու ինչ-որ բանի իշահ ես սկսում գործել, ինքը հաստատ եւ էական չի, որ ինքը կարող է 20 տարի հետո գալ քո գլխին, ինքը հաստատ քեզ հակադարձ ավելի վատ պատասխան է հետո վերադարձնում, որովհետեւ տիեզերքը սիրում է բալանսավորում, ինքը ամեն ինչն է բալանսավորում եւ այդ խախտումները չի ընկալում ոչ մի կերպ եւ այդ խախտումների պատասխանը հետո հետ է վերադառնում։ Դրա համար մենք այն ինչ որ հիմա տեսնում ենք ամենատարբեր իրավիճակներում դու հասկանում ես, որ եթե այդ մարդը այդ պահին իշահ ու իսկ դե բացառապես էգոիստաբար, հա, ինչ որ սեփական արժեքների է գործում, մեկ էլ այնքան ավելի վատ պատասխան է ձևավորվում հետ գալիս, մտածում է այդ մարդը, այ ոնց որ հիմա շատերն են մտածում, ես ինչ արեցինք, ավելի լավ չէր, մեր երեխեն մնար օրինակ Հայաստանի քաղաքացի, այսօր Հայաստանում պատերազմ չկա, կգար հանգիստ, չգիտեմ, կծառայեր, բայց չէր գնա այնտեղ պատերազմական իրավիճակում։ Թեկուզ եւ եթե Հայաստանի Հանրապետությունում պատերազմ կա, ցանկացած հայի համար բնականաբար ավելի պատիվ է եւ ավելի մեծ պատասխանատվություն է եւ ավելի կարեւոր է հայրենիքի սահմանները պաշտպանելը, քան ուրիշի հայրենիքի սահմանները պաշտպանելը։ Չնայած ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունում կան մեր շատ սիրելի հայրենակիցներ, որ իրանց համար առաջի հայրենիքը դա Ռուսաստանն է եւ երևի թե դա նորմալ է իրենց համար, չգիտեմ, բայց ամեն դեպքում ես չեմ ուզում վատաբանել, որովհետեւ դա իրենց որոշումն է։ Անգամ կարող եմ ասել, որ մարդիկ շատ ժամանակ մանավանդ 90-ականներին լավորից չեն գնացել Հայաստանից, բնականաբար։ Հա, դա որովհետեւ դա մեղադրական չհնչի, բայց ամեն մարդ ինքը
որոշում է կայացնում, թե ինքը որտեղ է ուզում ապրել եւ արարել։ Չէ, բայց այն ժամանակ իրապես մեկնում էին բացառապես ապրելու, իդետոր հացի նպատակով, որովհետեւ դե տենց վիճակ էր մեզ մոտ։ Եվ վատ է, որ երկրում ձևավորվում են այնպիսի խնդիրներ, որոնք արտագաղթի պատճառ են դառնում, բայց այնուամենայնիվ արի ուտես, որ իրականում պետական մակարդակով էլ մենք տարիներ վեր ունեցել ենք բազում բացթողումներ, որոնք ստիպել են մարդկանց հեռանալ։ Հիմա Ռուսաստան չեն մեկնում, բայց այսօր մեր գործընկերների գերակշիռ մասը նահանգներում է։ Գերակշիռ մասը։ Այո։ Եվ իրապես հիմա որ մեկ-մեկ ես կան հեռուստասերիալներ, հա, ինտերնետով բերում են, ասում եմ, այլ մարդ կա, որ չի գնացել։ Ես ու դու ենք մնացել։ Ես ու դու ենք մնացել, ես ու դու չգիտեմ երբ կգնանք երևի։ Անցնկարած սիրելի հեռուստադիտողներ, գիտեք, դե սա ցավոտ է, որովհետև մեր տաղանդավոր գործընկերները իսկապես մեկնել են, եւ իսկապես տաղանդավոր, եւ իսկապես մարդկային առումով շատ արժեքավոր մարդիկ։ Ես գոնե թե ճանաչում եմ իմ ընկերների դաշտում, որոնց հետ եւ աշխատել եմ, եւ սովորել եմ։ Այդ ոլորտում իրենք հիմա լավ է, որ դրսևորվում են, իհարկե ես ուրախ եմ, որովհետև գիտեմ, թե իրենք որքան էին սիրում այդ մասնագիտությունը, եւ ես ուրախ եմ, որ դրսևորվում են, բայց ես իրապես պիտի ասեմ, որ իրենք համ մարկային որակներով էին շատ լավը, որ այսօր այդքան քիչ է հանդիպում, եւ շատ տաղանդավոր էին, եւ ես շատ կուզենայի, որ այդ մարդիկ Հայաստանում շարունակեին ապրել ու ստեղծագործել։ Եվ մենք անընդհատ այդ պակասը չունենայինք, բայց իրականում այո, մեկնում են, որովհետև շատերը իսկապես ձևակերպումն է շատ օբյեկտիվ, մեկնում են ոչ միայն լավ ու վատ ապրելուց, մեկնում են, որովհետև արդեն չեն կարողանում մարսել հայը հայի հանդեպ այս վերաբերմունքը։ Անարդարությունը, դավաճան տեսակը հայի հանդեպ, այդ քննադատող, այդ որ դուք տենց նստում եք աշխարհի վերջի բառը գրում եք, արդեն բոլոր ես այն օրը հասկացա, որ շատ ոդկասթերում քաղաքական գործիչներ, լրագրողներ, մշակութային դեմքեր, անկախ թեմայից մեկ էլ գալիս են անդրադառնում են այդ մեկնաբանություններ գրողին։ Ես հասկանում եմ, որ սա բոլորի մոտ արդեն դարձել է գերխնդիր։ Իսկ դուք դրանով այո, այնքան եք մարդկանց հասցնում, որ զզվում են, հասնում են ինչ-որ մի մակարդակի, մեկնում են այնպիսի երկիր, որտեղ դա այնուամենայնիվ բացակայում է, այնտեղ էլ որ գրեն, գուցե էլի հայ գրի, բայց մեծ մասշտաբով բացակայում է եւ իրենք արդեն հոգնել են այդ տխուր դեմքերից էլ, այդ անընդհատ լարված իրավիճակից, այդ անընդհատ ատելության քարոզից, այդ անընդհատ անարդարությունից, որովհետև այնտեղ իրենք աշխատում են օր ու գիշեր ու մտածում են հետևյալը. ես Հայաստանում եմ օր ու գիշեր աշխատելու, մոռացել են, որ մենք գիշերվա ժամը 2-3-ը կարող ենք նկարահանվել կամ փորձերի լինել։ Բոլորս գիտենք այդ աշխատանքային ռեժիմը, բայց եթե օրինակ գնում ես ժամը 3-ին տուն Միացյալ Նահանգներում, ոչ մեկ չի ասում պատուհանից նայելս հələ սրանն նայ ժամը 3-ին ես իմ որտեղից եկավ տուն։ Երբ որ դու տենց մի պահարան շորով գալիս ես տուն, որ առավոտյան ժամը 9-ին նորից վազես նկարահանել։ Նայած որ թաղամասում ես ապրում, ստես քո համաձայն չեմ, դիտքան թաղամասեր, որ ավելի վատ բան կարող են ասել, որովհետև ոչ իհարկե Միացյալ Նահանգներում։ Ոնց է։ Հայը հային է տեմ ասում։ Հայը հային։ Այդ ասեցի, հայը հային էլի կարող է ասել, բայց մեծ մասշտաբով ոչ։ Այնտեղ խնդիրը ավելի մեծ է։ Որովհետև բանը։ Դե կամաց իրենք բայց այդ մենտալիտետի մեջ փոխվում են գուցե, բայց մեր իրականության մեջ գնացել են այնտեղ։ Հա ես տեսել եմ իհարկե, ես առիթ ունեցել եմ տեսնելու թե ինչ է այնտեղ կատարվում։ Մի անգամ ինձ ընկերներից մեկն ասեց, այստեղ բամբասանքն ավելի ուժեղ է։ Ես սկզբում չհավատացի, հետո հասկացա, որ մեկնում ես մի քիչ ընդհատվում է քո բանը կապը իրական, հա, կյանքի հետ ոնց որ թե դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ լրիվ ուրիշ աշխարհ է, քո խնդիրները եւ այլն ու դե տակը մնում է հետո հասկանում ես, որ իրականում բան չի փոխվել, բացի չգիտեմ ոստիկանությունից։ Գիտես, այնտեղ ուրիշ բան կա, որ իրենց ստիպում է ապրել։ Ես անընդհատ լսում եմ իրենցից։ Իրենք ասում են, որ գոնե մենք մի երկրում ենք, որտեղ այնուամենայնիվ անկախ ամենից օրենքը գործում է։ Դե հա։ Ու դու ում հետ էլ որ խնդիր ունենաս, այսինքն աշխատանքային խնդիրներից բացի միջանձնային հարաբերությունների մեջ, չկա այդպիսի բան, որ դե դու խոսեցիր դրա համար քեզ ինչ որ քաղաքական առումով ես կանեն կամ այն մեկը ծանոթ ունի, այն մեկը բարեկամ ունի, այն մեկը հայտնի է, այն մեկը ոչ այդքան։ Այսինքն սիստեմը աշխատում է եւ իրենք այդպես իրենց ավելի ապահով են գուցե զգում։ Բոլոր անհարմարությունները հաշվի առնելով, ես գիտեմ, եղել են անհարմարություններ, մարդիկ ասում են, որ կարոտում են, ընկերական այդ հարաբերությունները եւ այլն։ Շատ խնդիրներ կան այնտեղ, շատ։ Անշուշտ կան, ասում է ձայնը միշտ հերվից քաղցր է հնչում եւ լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք, որովհետեւ հենց հայտնվում ես, հասկանում ես, որ օրնի բուն պիտի կարոտը սրտումդ տենց աշխատես ու բոլորին ում լսում ես երազում են գալ Հայաստան։
Բայց դե այն որ ասում եմ մենք մեր դիտարկումներն արեցինք այս առումով, բայց այն բաստողումների մասին օրենքի, որ Դավիթը ասում է, որ կան ինչ-որ բաներ, մենք կփորձենք պարզել մեր հյուրի հետ։ Իմիջիայլոց, քանի որ արդեն սեզոնն է, հա, նաև հանգստանալու գալու եւ շատ ընտանիքներ գուցե խուսափում են գալ Հայաստան կարծելով, որ կարող են ունենալ ոչ խնդիրներ, այդ հարցի պատասխանները կարող է մեր հյուրը տալ ու մենք պատշաճ կերպով հասկանանք ինչ անել։ Մի տեսակ այսօրվա առավոտյան եթերը շատ ինֆորմացիայով հարուստ էր, կարևոր ինֆորմացիայով, որովհետև ավելի քան համոզված եմ, որ բազմա 100 հազարավոր մեր հայ ընտանիքներ ուզում են գալ Հայաստանի Հանրապետություն իրենց ամառային արձակուրդները անցկացնելու եւ երեխաների պարտադիր զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ կան բազմաթիվ։ Հուսով եմ ձեզ հուսող հարցերի պատասխանները տրվեց, իսկ մենք հիմա գտնում ենք խոհանոցում, որտեղ որ ֆանտաստիկ բուրում է։ Բարի, մինչև դուք փորձեք համի մասին էլ կասեք, ես ներկայացնում թե ինչպես եմ պատրաստել։ Այսօր պատրաստել ենք Կապակած կարաչին մեջն է։ Այո։ Քանի որ սպանախ է եւ սպանախը գույնը ամեն դեպքում այստեղ տոմատի մածուկից փոխել է եւ բավական երկար են եփել, հետաքրքիր պետք է որ ինքը ձուլված լինի։ Դրա համար այդպես կանաչին այդ տարբերակով է։ Ինչպես եմ պատրաստել այսօր հայկական լեռնաշխարհի յուրահատուկ ուտեստներից մեկը նիվիկ է կոչվում, որտեղ նախկինում նիվիկ կանաչից են պատրաստել։ Այս դեպքում քանի որ չունենք, մենք փոխարինում ենք սպանախ կամ օրինակ բազուկի ճավ։ Սոխարածի մեջ սոխարած ենք պատրաստում համեմունքներով, որի մեջ ավելացնում ենք նաև նախապես խաշված սիսեր եւ վրան ավելացնում ենք իհարկե այն կանաչին, որը որ նախընտրել եք։ Հետո ավելացնում ենք տոմատի մածուկ, բավական երկար թողնում եք, որ եփվի ամբողջ համերը իրար տա։ Այստեղ բուսայուղի քանակը պետք է շատ լինի, քանի որ նախ պահկային կերակուր է, երկրորդն էլ որպեսզի չորջ ստացվի։ Եվ այսքանը ստանում ենք թեթև աղցան կամ նախուտեստ։ Շատ համեղ է, իմիջիայլոց։ Դե ես սիսեր սիրում եմ իրականում։ Ես էլ եմ շատ սիրում ու ինքը շատ չի փխրվում սիսերը, շատ համեղ է։ Ես չեմ կարող բացատրեմ նմանատիպ։ Էլի ես այն ուտեստներից է, որ ես առաջին անգամ էի փորձում։ Ընտիր։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, մեր առավոտը այսօր այսպիսինն էր, ինֆորմացիայով հարուստ, խոհանոցով եւ հետաքրքիր իրադարձությունների ինֆորմացիայով։ Մեր քեզ լավ օրենք մաղթում, լավ օրվա շարունակություն, վաղը նորից կասենք բարի առավոտ։ Եվ իհարկե թող եղանակը ոչ մեկի տրամադրությունը չգցի, մի քանի օր կանձրևի եւ իհարկե հրաշալի արևային եղանակ կունենանք, օրվա լավ շարունակություն բոլորիս։ Ցտեսություն։